Միացյալ Նահանգները հաղթել է Իրանի դեմ պատերազմում, սակայն ամերիկյան ուժերը կշարունակեն ռազմարշավը, մինչև գործն ավարտին հասցվի։ Ռազմական գործողությունների 13-րդ օրը հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ առ այսօր ոչնչացրել են Իրանի 58 ռազմանավ եւ ականներ տեղադրող 31 նավ, ավիացիան, հրթիռային կարողությունների եւ անօդաչուների մեծ մասը։ Մենք չենք ցանկանում շուտ հեռանալ, այդպես չէ, պետք է ավարտենք գործը։ Վերջին 11 օրում մեր բանակը փաստացի ոչնչացրել է Իրանը։ Նրանց ռազմաօդային ուժերը չկան, նրանք այլևս չունեն ռադարներ, հակաօդային պաշտպանություն, նրանք ոչինչ չունեն։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ Իրանը օրեցօր կորցնում է իր օդային կարողությունները եւ տեսանյութ է հրապարակել ավիացիային հասցվող հարվածներից։ ԱՄՆ հետախուզության գնահատականներով Իրանի կառավարությունը դեռ հիմնականում գործում է եւ առաջիկայում փլուզման վտանգի տակ չէ, հայտնում է Reuters-ը։ Չնայած ԱՄՆ պնդումներին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի, քանի դեռ չեն ապահովել իրենց պահանջները, ճանաչել Իրանի օրինական իրավունքները, փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար եւ միջազգային ամուր երաշխիքներ տալ, որ հետագայում հարձակում չի լինի երկրի վրա։ Մինչ Թեհրանը իր պայմաններն է առաջ քաշում, Վաշինգտոնն էլ ավարտի մասին ակնարկներ չի անում, շարունակվում են փոխադարձ հարվածները։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր հարվածներ է հասցրել Իրանի կառավարական ենթակառուցվածքներին։ Իրանական մեհերգործակալության փոխանցմամբ հարձակման են ենթարկվել Արաք, Ֆարդիս քաղաքները, կա 1 զոհ եւ վիրավորներ։ Հարվածել են նաեւ Թեհրանից ոչ հեռու գտնվող Ռաբաթ Քարիմի արդյունաբերական գոտուն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այս հարվածների ֆոնին շվեյցարիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Թեհրանում։ Ըստ իրանական աղբյուրների, պատերազմի ընթացքում Իրանում ավելի քան 200 քաղաք է հարձակման ենթարկվել։ Զոհերի թիվն անցնում է 1300-ը, վիրավորներինը 12000-ը։ Զուգահեռ Իսրայելը նաև հարվածում է Լիբանանին, բանակը հայտարարել է, որ երկրի հարավում ոչնչացրել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի հրթիռների արձակման կետեր եւ զինապահեստներ։ Իսրայելական հարվածներից Լիբանանում եւս զոհեր եւ վիրավորներ կան, այդ թվում Բեյրութում։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումն իր հերթին հայտարարել է, որ գիշերը 100 հրթիռ է արձակել իսրայելական քաղաքների եւ բազաների վրա, ամենամասշտաբային հարձակումը պատերազմի սկսվելուց հետո։ Տուժածների մասին չի հաղորդվում, վնասվել է ռազմական տեխնիկա։ Լիբանանում պատերազմի ընթացքում սպանվել է 634, վիրավորվել ավելի քան 1500 մարդ։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի անվտանգության գործակալության Շին Բեթի գլխավոր շտաբին եւ իսրայելական 2 ավիաբազայի։ Իսրայելում իրանական հարվածներից առ այսօր սպանվել է 14 մարդ, վիրավորվել ավելի քան 2000-ը, որից 179-ը վերջին 24 ժամում։ Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին։ Անօդաչուն Բահրեյնում հարվածել է վառելիքի բաքերի, իսկ Օմանում Սալալահի նավահանգստի վառելիքի պահեստին։ Քուվեյթում մի քանի անօդաչու է հարվածել միջազգային օդանավակայանին, նաև բնակելի շենքի։ Արաբական Միացյալ Էմիրություններում էլ կոնտեյներներ փոխադրող նավի են թիրախավորել։ 2 նավթատար էլ հարձակման է ենթարկվել Իրաքի մոտ, որոնցից մեկը ըստ Իրանի ամերիկյան է։ Նավթատարներից մեկից տարհանված անձնակազմից առնվազն 20-ը վրացիներ են։ Իրաքը մտահոգություն է հայտնել ծոցում այս հարձակումների վերաբերյալ եւ կոչ է արել պաշտպանել ծովային ուղիները։ Հյուսիսային Իրաքում հրթիռը հարվածել է իտալական ռազմաբազային։ Ծոցի երկրների վրա Իրանի հարձակումները ընդունած բանաձևով դատապարտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ են քվեարկել։ Շարունակվող պատերազմի ֆոնին դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Չնայած միջազգային էներգետիկ գործակալությունը երեկ հայտարարեց, որ նավթի պահանջարկը բավարարելու համար 400 միլիոն բարել նավթ կօգտագործվի, ռազմավարական պաշարներից նավթի գինը կրկին բարձրացել է, անցնելով 1 բարելի դիմաց $100 շեմը։ Տարածաշրջանում ամերիկյան եւ իսրայելական բանկերին հարվածելու Իրանի երեկվա սպառնալիքների հետո ամերիկյան խոշորագույն City բանկը Associated Press-ին հայտնել է, որ կփակի իր բոլոր մասնաճյուղերը ծոցի երկրներում բացառությամբ մեկի։